Հարկնեժդեհին սիրելի այնակից ես նայելով ես վերջի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, այսինքն ձեր ոգևորվածությանը, որ ԿՊ-ն պարդվեց, այս ինչը հաղթեց, այն ինչը հաղթեց, ձեր այդ միամտությանը, ձեր այդ պարզությանը ես հասկացա, որ դեռ ձեր հետ հեղափոխություն անել, ուղղակի ձեր հետ հեղափոխություն անել հնարավոր չէ այս պահին։ Դուք կարող եք ինձ ասել մի տարբերություն Նիկոլ Փաշինյանի եւ Վարդան Ղուկասյանի Գյումրեցու։ Կարող եք ասել, բացի անուն ազգանունը։ 180 աշճան իրար հակասող գործողություններ անող մարդիկ են երկուսն էլ։ Հիշում եք Նիկոլի սկզբնական 18 թվի խոստումները, որ հետո ամեն ինչ գլխիվար շուռ եկավ, դարձավ Ադրբեջանը հապատակ, չէ՞։ Արցախը Հայաստանից դարձավ Արցախն Ադրբեջան։ Ապագա կա, ասում եմ, մինչև 26 թվականի եթե պետություններն անք, պահեցինք, չէ, չենք պահելու։ Ապագա կա ասողը։ Հասկանում եք։ Չգիտեմ, ես Հայաստանը այն Ադրբեջան է։ Ես ասել եմ, ստել եմ, այսպես չպետք է ասեի, այնպես պետք է ասեի։ Հələ բերեք գնանք այդ նույնը, տեսնենք այդ Վարդան Ղուկասյանը նույն կատեգորիայի մարդ չէ։ Չէ, կոմկուսից մտել էր հանրապետական, հետո մի օր ասեց քայլ արա մերժի Սերժին, հիշում եք, չէ՞ կադրերը։ Հետո մտավ Բարգավաճ։ Հետո հիմա նորից մտել է կոմկուս։ Հասկանում եք։ Դուք սրանց մեջ տարբերություն տեսնում եք։ Սրանք չեն պարտվել, ժողովուրդ։ Նիկոլն էլ, սա էլ, նա էլ, այս բոլորի խոսույթը գալիս է մի տեղից, սրանք բոլորը կառավարվում են մի տեղից։ Հա, որ Բևերի ժողովուրդը, որ ասում են ռուսամետ են, թրկաբոլշևիկ են, սա, նա, բոլորին անում է դնում։ Մարդիկ ասում են, դե դուք բոլորին ասում եք, բան թրկաբոլշևիկ եք ասում, որ բոլորը ծնունդ են առել այդ նույն կոմկուսից։ Մեծամասնությունը, բոլորը չէ։ Չասեք։ Մարդը 2-3 տարվա մեջ տեսակետ է փոխում։ Մեկ հանրապետական ասում մեռնեմ ձեր ջանին, բոլորս հետ մենք ընտրենք հանրապետական կուսակցություն, ձեր ցավը տանիմ։ Հետո գալիս է Նիկոլն ասում է քայլարա մերժի Սերժին։ Միայն Սասնա ծռերն էին, որ թե բանտերում, թե ազատության մեջ, միշտ ասում էին ռուսներն ու թուրքերը հավասար թշնամի են։ Բանտից դուրս էին գալի նորից նույնն էին ասում, հետո նորից բանտարկվում էին, էլի նույնն էին ասում, երբեք անգամ այդ ծանր ճնշումների տակ չփոխեցին իրենց տեսակետը։ Դրա համար ենք ասում, որ բոլորը, անգամ դաշնակցությունը նույն դաշնակցությունը չէ։ Այս դաշնակցությունը հոգ Հաջազունու դաշնակցությունը չէ։ Այս դաշնակցությունը Թաթուլ Կրպեյանի դաշնակցությունը չէ։ Հասկանում եք, այս դաշնակցությունը Դրոյի դաշնակցությունը չէ։ Հասկանում եք։ Այն քաղաքական թիմը, ով Ռոբերտի օրոք, խոսքը հենց Ժիրայր Սեֆիլյանին եւ իրենց այն կորիզին, ովքեր բերել հասցրել են Բևեր մեր շարժումը։ Նստել են բանտ Ռուսաստանին դավաճան անվանելու համար, բանտից դուրս են եկել Ռուսաստանին դավաճան են անվանել։ Նորից բանտ են նստել Ռուսաստանին դավաճան են ասել, նորից բանտից դուրս են եկել Ռուսաստանին դավաճան են ասել։ Երբեք իրենց տեսակետը չեն փոխել։ Բայց չասենք, բա մնացածը ինչ եք։ Ինչու եք ոգևորվել, Գյումրիում բանը ԿՊ-ն պարտվեց, ԿՊ-ն չի պարտվել։ Որովհետև թրկաբոլշևիկյան մեկ այլ տեխնացու է շահել։ Ոչ մի բան։ Նորից եմ ասում, հիշում եք նախորդ Սամվել Բալասանյանին, նախորդ, չէ՞, մի սեզոն օրինաց երկրից էր, հետո մի սեզոն Բարգավաճ էր, հետո մի սեզոն հանրապետական էր։ Գիտեք ինչի, որովհետև տարբերություն չկա, բոլորը նույն տեղից են կառավարվում։ Տարբերություն չկա։ Իսկ եթե մեկը մյուսի հանդեպ լարվում է, դա անձնական, նեղ անձնական, չեն կարողանում կիսել ինչ-որ բան իրար մեջ։ Աղբերներն էլ են այդպես լինում, տան մեջ էլ երկու աղբեր տունը լավ չեն կիսում, կռիվ է լինում։ Եվ այն հարբած պատգամավորել չի, բայց պատգամավոր է, էլի լեզու չի, մեկը դες պատգամավորներ չպետք է ունենայինք, էլի։ Այն որ հարբած շոյեր տալի Գյումրու մայթերի վրա, ձեզ չթվա որ վայ լրագրողը բռնել էր սրան հարբած,
Այս շոուի հենց այդ մասերից մեկն էր։ Իրանք ցույց են տալի, որ իրենք չեն պարտվել, ու իրենք թքած ունեն։ Հասկանում եք։ Իրանց համար տարբերություն չկա Նիկոլա թե Վարդան Ղուկասյանը։ Հասկանում եք։ Եվ սա իրենք վաղը Նիկոլը ջարդել է, որ տեսեք Հայաստանում ժողովրդավարություն կա։ Մենք մեր այն ջանքերին տեսակ կադրեր բերեցին, որ ինչ-որ մեկի տան վրա 10 մարդ են գրանցել, հատուկ ցույց տվեցին, որ խախտում է սա, բայց հետո Վարդանիկը որ հաղթի, ցույց տան, որ իշխանությունը ինչքան ջանք բանեցրեց, որ ինքը հաղթի չկարողացավ, որտեղ ժողովրդավարությունը հաղթեց։ Սրանց նպատակը սա է, որ ձեզ խաբեն։ Որովհետեւ դուք հասկանաք ով է, դու պետք է տեսնեք մարդը ինչ է խոսել սկզբից։ Էլի է գալու եմ մեզ Սասնա-Ծռերին։ Վարժան Ավետիսյանը, եթե այդ Վարդան Ղուկասյանի վրա այդքան քրեական գործ կա, ազատության մեջ է, չէ՞։ Ռոբերտի վրա կա, Սերժիկի վրա կա, Մյուսի վրա կա, բոլորի վրա քրեական գործեր կան, իբր։ Բայց Վարժան Ավետիսյանն է բանտում նստած։ Ոչ երկիր է ղեկավարել, որ թալանի ու դիտանի բերի, կոռուպցիայի դեմ մեղադրանք չկա։ Ոչ թշնամու հետ համագործակցել է, ոչ ասել է այս Ադրբեջանն է, ոչ ասել է Խոջալույում ջարդերը մենք ենք արել, ոչ ասել է ցեղասպանությունից հրաժարվելու եմ, բայց բանտում է։ Հասկանում եք։ Իսկ այս բոլորը, ովքեր պատրաստ են Թուրքիա առաջ ցանկի գալ, բանտում չեն։ Նույնը հենց խորհրդարանում։ Խորհրդարանի որ մի ուժն էլ տարբեր տեղեր հաղթի, նույն թրքաբոլշևիկյան խումբն է։ Տեսնում եք ոնց են իրար վիրավորում, կտոր անեմ, падերին ծեփեմ, չէ, շախտամ ես անեմ, են անեմ, բայց խոսքը գործ չի դառնում, չէ, որտեղ դա իրենք են։ Այդ նույնն էլ Գյումրու ընտրություններում ցույց տվեցին, որ բան չի փոխվել։ Այս հասկացողությամբ դու չես կարող հեղափոխություն անել, հեղաշրջում անել։ Իսկապես մենք ձեզանից շատ առաջ ենք մեր քաղաքական թիմը, կներեք, բայց դա փաստ է։ Փաստ է, դրա համար տղաները 16 թվին զինված ապստամբության դիմեցին, ոչ թե հեղաշրջման, որովհետև դուք հետ էիք։ Երբ որ ասում էին Կրեմլը թշնամի է, դուք ծաղրում էիք, ծիծաղում էիք, չէիք հավատում։ Անկամ հիմա էլի հավատալով, բայց էլի չեք կարողանում Սասնա-Ծռերի բևեռի կողքը հավաքվել։ Էլի մանր-մունր այդ բաների տարվում եք ու մոռանում եք ձեր անցյալը։ Ազատություն Սասնա-Ծռերին։ Հարկ Նժդեհին։ Խելքի եկեք, խելքի։